ով են, իրանք ոնց են դառը падգամավոր, ոնց ինձ չի հետաքրում իրաց ներքին հարաբերությունները, իրենց ընկալումները։ Ես մեզ երկրի սահմանադրությամբ, օրենքներով եմ առաջնորդվում։ Որոշմանը պետքա 54 падգամավոր քվեարկի ու պարզվի, որ ժողովրդի ճնշման տակ, պահանջի տակ 54-ն էլ ՔՊ խմբակցության падգամավորներ են կամ 6-ը պատիվ ունեմից են, 2-ը անկախ падգամավորներ են, մնացածն է ՔՊ-ից են, ապա կապ չունի այն մյուսները, որ ասում են մենք վերջին պահին կարանք միանանք, այդ վերջին պահին դուք կարաք նաև չմիանաք։ Ես չգիտեմ իրանք ինչ հաշվարկներ ունեն, 26 թվին 21-ի սցենարը չի կրկնվի, դա կլինի մի հատ նոր սցենար, ավելի վատ, որովհետև Նիկոլ Փաշինյանը գնալով իր իշխանությունը ամրապնդում է, գնալով մեր երկիրը դարձնում է դիկտատուրա եւ ոչ մի հնարավորություն չի ստեղծելու իր ընդդիմադիր ընդդիմախոսներին, որպեսզի նրանք նույնիսկ ի հայտ գան եւ դրսեւորվեն։ Իրավունք TV-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր տաղավար հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, թերևս ներհայաստանյան իրավիճակներում առերևույթ կերպով շարունակում է իմպիչմենթի թեման մնալ դեռևս ակտուալ, հա։ Մասնավորապես ձեր կարծիքով ի վերջո հաջողվեց ստանալ Հայաստան, հա, խմբակցությունից հստակ պատասխան այն մասին, թե իրենք իրենց այսպես ասած 28 ստորագրություններով ինչպիսի գործընթացի են նախ միացել եւ ինչ գործընթացի են միացել, եթե այդ ստորագրությունները չեն դրված պատիվ ունեմի, հա, սկսած իմպիչմենթի գործընթացի տակ, այսպես։ Հայաստան խմբակցությունը ոչ մի գործընթացի չի միացել եւ Հայաստան խմբակցությունը սեփական անվստահության գործընթաց չի նախաձեռնել։ Այս պահեդրությամբ ազգային ժողովում կա երկու խմբակցություն, որի падգամավորներից ոչ մեկը ոչ նախաձեռնել է անվստահության գործընթաց եւ ոչ էլ միացել է գոյություն ունեցող երկու գործընթացներից որևէ մեկին։ Դա քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է եւ Հայաստան խմբակցությունը։ Այն ինչ որ իրենք են հրապարակել այդ 28 падգամավորների ցուցակն ու ստորագրությունը, դա ընդհանրապես իրենց խմբակցության падգամավորների ցանկն է ստորագրություններով։ Իրանց խմբակցության падգամավորների ցանկը շատ վաղուց հրապարակված է նաև ազգային ժողովի կայքում եւ ես չգիտեմ թե ինչի են իրանք որոշել նաև իրենց ստորագրություններով ցուցակ հրապարակել, որովհետեւ եթե դա վերաբերեր անվստահության գործընթացին, ապա այդ ստորագրությունները պետք է դրված լինեին ազգային ժողովի որոշման այն նախագծի տակ կամ դրան որպես հավելված, որը վերաբերում էր անվստահության գործընթացին։ Այդպիսի նախաձեռնություն երկուսը կա ազգային ժողովում։ Մեկը հեղինակել են Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, մյուսը պատիվ ունեմ խմբակցությունից 6 падգամավորներ։ Հիմա եթե Հայաստան խմբակցությունը միացած լիներ նրանցից որևէ մեկին, ապա ստորագրությունների հերթական համարը իրանց դեպքում պետք է սկսեր 3-րդ տողից, եթե նախորդին միացած լինեին, եթե մյուսին միացած լինեին, ապա 7-րդ տողից։ Եթե առաջի տողից, ապա իրանք պիտի հայտարարեին իրենց գործընթացի մասին, իրենց վարչապետի թեկնածու։ Իսկ իրենք վարչապետի թեկնածու չեն հայտարարել, նման որոշման նախագիծ չունեն, հետեւաբար նրանց հայտարարությունը ուղղակի հասարակությանը շփոթեցնելու միջոց է, անկեղծ ասած ցավոք սրտի ես էլ եմ այդ խաբեությանը զոհ դարձել, եւ որովհետեւ առաջին անգամ երբ որ ես տեսա Սերյան Օհանյանի հրապարակում այդ ստորագրությունները, ինձ թվաց թե իրենք միացել են այդ նախաձեռնությանը, բայց հետո երբ լսեցի ճեպազորիստներով բացատրությունները Իշխան Սաղաթելյանի եւ իրենց խմբակցության մյուս падգամավորների, հասկացա որ ոչ մի բան էլ չեն միացել։ Ու սա շատ տարօրինակ է քաղաքական ուժի համար, որովհետև իրանք կարող են նաև չմիանալ, ասենք մենք ակնկալում ենք, որ իրանք պիտի նախաձեռնեն կամ միանան, բայց կարող են նաև չմիանան, դա իրանք իրավունքն է, падգամավորներն են որոշում այս կամ այն նախաձեռնության վերաբերյալ ինչ դիրքորոշում է, բայց ազնիվ լինելը դա կարծում եմ բոլորի համար է պարտադիր, այսինքն եթե չեք ուզում անվստահություն հայտնեք Նիկոլ Փաշինյանին, պետք է ասել, որ մենք չենք հայտնում, օրինակ Թաքուի Ղազարյանը եւ Վահագ Ալեքսանյանը ինձ նամակներ են գրել ի պատասխան ապրիլի 28-ի նամակի եւ չնայած անհիմն անտրամաբանական բացատրությունները, բայց իրաց դիրքորոշումը հայտնել են, որ իրանք չեն պատրաստում սկսեն վարչապետին անվստահություն հայտնելու գործ, այսինքն անհիմն իրենց մոտեցումները, անմիտ են իրենց պատճառաբանությունները, բայց հստակ է դիրքորոշումը։ Հայաստան խմբակցության պարագայում էլի չեն ուզում միանան, այս պահի դրությամբ չեն նախաձեռնում։
Բայց ոչ էլ հրաժարվում են այդ գաղափարից։ Ես չեմ կարող հասկանալ, այդ մարդկանց ուզածը ի՞նչ է։ Իդեպ կարծես տևական ժամանակ է, որ նախաձեռնում եք հանդիպում նաև ՔՊԱ-ական, չէ, որոշ ներկայացուցիչների, առհասարակ ներկայացուցիչների հետ, սակայն առհասարակ ձեզ արդյոք նրանք կգնան այն դիրքորոշմանը, որպեսզի դեմ գնան, հա, Փաշինյանական կառավարական համակարգին։ Գիտեք ինչ, իրենց համար կարևորը պետք է լինի ոչ թե Փաշինյանը, Փաշինյանի կառավարման համակարգը, այլ Հայաստանի ժողովուրդը, որովհետև իրենք սահմանադրությամբ ներկայացնում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանի ժողովրդին, ամեն մի падգամավոր ըստ սահմանադրությամբ ամեն մեկ առանձին վերցրած ներկայացնում է ժողովրդին։ Հիմա իրենք падգամավոր են ընտրվել, որովհետև խոստումներ են տվել ժողովրդին, եւ այդ խոստումների հիման վրա մշակվել է կառավարության գործունեության ծրագիր, որը ազգային ժողովի կողմից իրենց կողմից հավանության արժանացել։ Եթե ծրագիրը ազգային ժողովի կողմից հավանության չարժանանար, հիմա ոչ Թաքուի Ղազարյանն, ոչ Վահագ Ալեքսանյանը, ոչ էլ մյուսները падգամավոր չեն լինի, որովհետև սահմանադրությամբ ազգային ժողովը լուծարվում է, եթե կառավարության ծրագիրը հավանության չի առա։ Այսինքն դա այն աստիճանի կարևոր փաստաթուղթ է, որ ոչ միայն պետք է ընդունվի, պետք է նաև կատարվի։ Այդ կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են падգամավորները։ Եվ եթե նայում են, տեսնում են, որ կառավարության ծրագիրը չի կատարվել, անվստահության ինստիտուտ հենց դրա համար է նախատեսված։ Մենք այդ ինստիտուտի մասին խոսում ենք, մարդիկ սկսում են անմիտ, իրանք շատ են, իրանք մեծամասնություն են, իրանք ով են, իրանք ոնց են դառը падգամավոր, ոնց են։ Ինձ չի հետաքրում իրաց ներքին հարաբերությունները, իրենց ընկալումները։ Ես մեզ երկրի սահմանադրությամբ, օրենքներով եմ առաջնորդվում։ Իրենք падգամավորներ են, ամեն մեկը առանձին վերցրած, եւ իրանք ունեն պաշտոնական պարտականություններ։ Ես հիմա գնում եմ իրանց այդ հանդիպումների, որ խուսափում են։ Մի նպատակով հետը ստանում եմ կառավարության ծրագիրը։ Ասում եմ, ենթադրենք որ թիվ ես Վահագ ջան, չէ՞, ասում 93, բացում եք 93-րդ էջը, ցանկացած, ես այդ վարժությունը ցանկացած այդ կարամ անեմ։ Ու կարդում եք այնտեղից մի հատ պայմանական տող, պարզվում է որ դա չի կատարվել։ Հիմա ասում ենք, եթե ծրագիրը չի կատարվում, դու որպես падգամավոր ինչ պիտի, ասի քո համար կարևորը Նիկոլ Փաշինյանն է, որը խոստումներ տվել չի կատարում, թե Հայաստանի ժողովուրդն է, որին դու որպես падգամավորի տեխնացու ժամանակի խոստումներ ես տվել։ Ու հիմա որ չի կատարվում այդ խոստումները, դու ինչ պիտի անես։ Դա նույնը վերաբերում է մյուս այդ հարցում։ Խմբակցության մեջ ընդգրկված կլնես, թե խմբակցությունից դուրս կլնես, խմբակցության անունը Հայաստան կլինի, թե քաղաքացիական պայմանագիր կլինի, կապ չունի։ Այս հարցի վերաբերյալ խմբակցության դիրքորոշումները կարևոր չեն։ Ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է որոշումների խումբ, որոնք կայացնում են խմբակցությունները, որոշումներ, որոնք կայացնում են падգամավորները։ Այն հարցը, որը վերաբերվում է կառավարությանը անվստահություն հայտնելու, նախաձեռնություն ցուցաբերելու, նախաձեռնությանը միանալուն, նախաձեռնության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուն, կողմ կամ դեմ քվեարկելուն, այստեղ խմբակցության կարծիք նույնիսկ կարևոր չի, թե ամեն падգամավոր պիտի ցուցաբերի անհատական մոտեցում։ Հիմա կարող է Հայաստան խմբակցությունը ենթադրենք այդ տարօրինական հասկանալի դիրքորոշումն է ցուցաբերը, այդ խմբակցության կազմում ընդգրկված падգամավորն, որ պարտադիր չէ խմբակցությունից դուրս գա Գեգամ Նազարյանի նման, չասի խմբակցությունը այս դիրքորոշումն ունի, ես էլ այս դիրքորոշումն եմ, ու դա ոչ մի կաշկանդող բան դրա համար գոյություն չունի։ Եվ մարդիկ կարան գան միանան այս նախադասություն, եւ ես դեռ սպասում եմ, որ գան միանան, որովհետեւ եթե իրանք չեն միանալու, ինչքան էլ իրանց համար դա տահաճ կամ հաճելի է լսելը, փաստ գոյություն ունի։ Դա հայոց լեզուն է, որը ունի հոմանիշներ եւ հականիշներ, եւ եթե այդ գործընթացի անվանումը անվստահությունն է, եթե դու դա գիտակցված կերպով չես հայտնում, ուրեմն դու վստահություն ես հայտնում։ Այսինքն ես հիմա այս մեր հարցազրույցի օրվա դրությամբ հայտարարում եմ ըստ գոյություն ունեցող օբյեկտիվ իրականության, որ Նիկոլ Փաշինյանը վայելում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության եւ Հայաստան խմբակցության կազմում ընդգրկված բոլոր падգամավորների անվերապահ ամբողջական աջակցությունը։ Որ պահին, որ այդ խմբակցության մեջից մի падգամավոր դուրս կգա կմիանա այդ նախաձեռնության, ես դա ասել չեմ կարող։ Մենք այսօր փաստ ունենք, որ նույնիսկ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից դուրս եկած падգամավորները Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն են ցուցաբերել։
Եվ գիտեք ինչով են հիմնավորում։ Ես օրինակ որ լսել եմ Հովիկ Աղազյանին, բացարձակ ճշմարիտ հիմնավորում է տալի։ Ասում է ինքն է շեղվել մեր ծրագրերից։ Մենք ենք իշխանություն, ասում է ինքն է ոչ իշխանությունը, որովհետև մենք շարունակում ենք ցանկանալ, որ իրականություն դառնա այն նախընտրական ծրագիրը, որով որ մենք ստացել ենք падգամավորի կարգավիճակ, իսկ ինքը շեղվել է այդ ծրագրից, մյուս падգամավորները ԿՊ խմբակցության շեղվել են այդ ծրագրից։ Հետևաբար իրանք պարտավոր են գան միանալ այս նախաձեռնությանը, հանեն Նիկոլ Փաշինյանին, տեղ ընտրեն ուրիշին։ Հիմա Հովիկ Աղազյանի կարծիքով դա կարա լինի Էդմոն Մարուկյանը։ Հայկ Մամիջյանի կարծիքով դա կարա լինի Դավիթ Համբարձումյանը։ Մենք ուզում եմ անամ Իշխան Սաղաթելյանի կարծիքով կամ Սերյան Օհանյանի կարծիքով ով կարա լինի։ Եթե իրանք այլ դիրքորոշում չունեն, ուրեմն Նիկոլ Փաշինյանը։ Փաստ է, հիմա այդ դրանից խուսափելը հնարավոր չի, հասկանում եք, այդ դիրքորոշում իրանց դա է, անկախ դրանից դրանք ոնց կմեկնաբանեն, ինչ կանեն, օբյեկտիվ իրականություն գոյություն ունի։ Եվ այդ օբյեկտիվ իրականությունը մեր խնդիրն է բարձրացնել այնքան ժամանակ ու ի սկզբանե մինչև այս ձևակերպումները տալը մենք լրիվ ուրիշ ակնկալիք ունենք, հələ հակառակը մտածում ենք, որ իրանք պիտի նախաձեռնողը լինեն։ Հələ մենք ես ուզում եմ հասկանամ իրանք ինչի են հասցրեն բանին եւ որ ես ստիպված որպես քաղաքացի ապրիլի 28-ին իրանց նամակ գրեմ։ Եվ որ վարչապետին անվստահություն հայտնելու հնարավորություն իրանք ունեին 2022 թվականի օգոստոսի 2-ից։ Ու Իշխան Սաղաթելյանն ասում է ես դրա մասին արդեն օգոստոսի 14-ին հայտարարել եմ, մենք գիտեինք դրա մասին։ Այսինքն գիտեինք, որ կարանք վարչապետին անվստահություն հայտնենք, մինչև հիմա գիտենք, որ կա դրա համար բոլոր իրավական եւ քաղաքական հիմքերը, Հայաստան խմբակցության հայտարարություն մայիսի 2, բայց չենք հայտնում անվստահություն։ Այսինքն իմանալով հանդերձ մենք մեր վստահությունը թող մնա աշխատի։ Այդ նրան անվստահություն հայտնելու գործընթացն էլ խեղկատակությունը, ծաղրի առարկա է, դրանով զբաղվողները անլրջացնում են այդ գործընթացը, դրանք բոլորը անլուրջ են, ծաղրացուներ են, իսկ իրենք լուրջ, իմաստուն գործիչներ, որոնք իրանց անվերապահ վստահությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Իսկ պարոն Ղազարյան, արդյոք միգուցե առավել նպատակահարմար էր, թե ոչ նախապես հանդիպել անկախ падգամավորների հետ, այնուհետև Հայաստան խմբակցության նոր հետ, քանի որ նրանց համար կարծես ճռորոշ է, ոչ թե իրենց, այլ հենց կոնկրետ այդ երկու, այսպես ասած, պակասող падգամավորների ձայները։ Դա սխալ ներկայացման հետևանք է ձեր հարցադրումը, որովհետև որոշման կայացման համար անհրաժեշտ է 54 падգամավորի կողմ ձայն։ Այդ իրանց ասած երկուսը, իրանք տես մի հատ բարձ հաշվարկ են արել, էլի, որ նախաձեռնությունը, որպեսզի ազգային ժողովի կանոնակարգով մտնի քննարկման իրավական փուլ, անհրաժեշտ է առնվազն 36 падգամավորի նախաձեռնություն, առնվազն չի նշանակում, որ եթե դու 36 հոգու նախաձեռնություն ես, արդեն պիտի պարտավորություն ես տանել հանձնելու, ոչ։ Դու կարաս նախաձեռնությունը հանձնես 60 падգամավորով, 80 պամ։ Նվազագույն թիվն է 36-ը։ Իսկ դա այս 36-ը ինչից է առաջացել, դա ազգային ժողով ընդդիմության համար նախատեսած քվոտայի քանակն է։ Հիմա քանի որ պատիվ ունեմ խմբակցությունը եւ Հայաստան խմբակցությունը ունեցել են ներքին թափթփվածություն, ինչի հետևանքով այդ խմբակցության կազմից մարդիկ են դուրս եկել ու ոչ թե մանդատները դրել են, որին փոխարինի այլ падգամավոր, ինչը իրանց դեպքում էլ է եղել, ասենք օրինակ պատիվ ունեմ խմբակցության դեպքում Արթուր Վանեցյանը իր մանդատը վայրադրել, դրա փոխարեն ցուցակի հաջորդ համար ընտրվել է падգամավոր։ Հայաստան խմբակցությունից ենթադրենք Արթուր Ղազենյանը կամ Արամ Վարդևանյանը իր մանդատը վայրադրել 8 падգամավոր Հայաստան խմբակցությունից մանդատները դրա փոխարեն ցուցակի հաջորդ համարը դարձել է, դա նորմալ է։ Բայց որ Գեղամ Նազարյանը խմբակցությունից դուրս է եկել մանդատը վայր չի դրել, տեղը ընդդիմադիր падգամավոր չի ընտրվել, դա իրենց թափթփվածության, անկազմակերպվածության հետևանքն է։ Դա բնորոշ է եւ պատիվ ունեմ խմբակցությունին, որը ունի Իշխան Զաքարյան, եւ Հայաստան խմբակցությանը, որը ունի Գեղամ Նազարյանը։ Հիմա հերիք չի էս մարդիկ իրանց վատ կառավարման, սխալ քաղաքական որոշումների հետևանքով դուրս են եկել խմբակցությունից մանդատները պահելով, հələ մի հատ էլ մեզ ասում են գնացեք դրանց բերեք մեր մոտ։ Ուրեմն իրանք դրանց բերես արկել են падգամավոր, չեն կարողացել քաղաքական թիմը պահեն,
իրավական կարգավորումը պահեն, գրանք դրանցը դարձել են նիկոլական, մարդ են մանգալի, ասում են գնացեք դրանց հետ բերեք տվեք մեզ։ Լուրջն են, էլի դրանք, այդ պահանջները ներկայացնողն են։ Բայց այդ ինչի համար են ասում, որպեսզի այդ թիվը նախաձեռնության գումարվի պատիվ ունեմ հիմիկվա 6-ին, իրանց 28-ին դառնա 36։ Բայց դա մեզ բացարձակ չի հետաքրքրում այս պահին, որովհետև եթե ի վերջո մեզ պետք է 54 падգամավոր կողմ, ստեղ այդ երկուսը ստեղ են, թե երկուսը ընդեղ են, չէ՞ որ են մնացած 18 կամ 20 падգամավորը կամ միգուցե 30 падգամավորը պետք է այս նախաձեռնությանը միանա քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։ Եվ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, որ սկսեցին սրան միանալ, այնտեղ արդեն մեկ է այս կողմ, մեկ է այն կողմ, էլ հաշվարկը չի լելու, որովհետև այնտեղ միացողների քանակը արդեն միանգամից շատ ալել է, որովհետև այդ խմբակցությունը քաղաքացիական պայմանագիրը դա այս գաղափարական խմբակցություն չի։ Այնտեղ շահերի, վախերի, կոմպրոմատների եւ այլ գործոններով իրար հետ խմբավորված հանցախումբ է։ Եթե մեզ հաջողվի այդ հանցախումբը ջարդել նրա կապանքները, այն վերահսկողությունը, որի տակ նրանք գտնվում են, ինչի մասին խոստովանել է Հովիկ Աղազարյանը, պատմելով թե ինչ ներքին փոխհարաբերություններ են եղել այդ խմբակցության ներսում եւ այլն, ընդեղից արդեն մեծ թվով падգամավորներն ան, ոնց որ այդպես բանտի դռները բաց ես, հասկանում եք։ Հիմա եթե մեզ հաջողվի այդ քաղաքացիական պայմանագիր խմբակցության բանտի դռները բացել ու այդ բանտարկյալներին ազատություն տալ, Ընդեղից շատ մարդ այդ բանտից փախնելու։ Ասեք կարող անդե մի քանի հոգել, նենց են նարկուշ-մարկուշներ են, որ նենց քիչ խաբարը չէ, որ բանտի դռները բացվել են մնան։ Կամ ասեն մենակ մեկը ելենք ուր գնանք, ոչ հեր ունենք, ոչ մեր ունենք, ոչ տեղ ունենք, ոչ տեղ ունենք, ստել մնում ենք։ Դες կարող է մի 4-5 հոգի մնան, բայց մնացածը դուրս են գալու, չէ, ազատության շունչ է բացում իրանց համար։ Հիմա մեր խնդիրը պետք է գտնի գնալ այդ խմբակցության բանտի դռները բացել։ Բայց մեկ է պարզվում է, որ չէ, ոնց որ ուրիշ բանտ էլ կա։ Ոնց որ ուրիշ բանտ էլ կա։ Ու դրանով այս գործընթացը պարզվում է, որ դժվարություններ ունի։ Իսկ մտածում ենք, որ վաղուց պետք է գոնե ընդդիմադիր իրենց հռչակած խմբակցությունները, ոչ թե ապրիլի 26-ից հետո, 28-ից հետո, այլ շատ վաղուց նախաձեռնացել էին անվստահություն հայտնելու գործընթաց։ Շատ վաղուց։ Հերիք չի դա չեն արել։ Քաղաքացիներն էլ իդեմս ինձ առաջարկ են ներկայացնում, ասում են, խնդրում ենք ձեր պարտականությունը կատարեք, իրանք իրենց պարտականությունը դրանից հետո էլ չեն կատարում, հետո էլ ասում են, մեզ թիրախավորում եք։ Այսինքն, մեզ նամակ եք գրել, ասում եք, խնդրում ենք ձեր սահմանադրական պարտականությունը կատարեք, դա թիրախավորել է, դա շանտաժ է։ Ու դա ահագին լուրջ դեմքի արտահայտությամբ են ասում, ու հետն էլ այդ առաջարկ իրաց ներկայացրած քաղաքացիներն ասում են անլուրջ, ծաղրացու։ Իրանք ծաղրացուները չեն։ Ծաղրացուն են այն քաղաքացիները, ովքեր ուզում են իրանց հանեն իրանց ծաղրի վիճակից, որովհետև այն վիճակում, որ հիմա գտնվում է ընդդիմությունը խորհրդանում, դա ծաղր է։ Ծաղրի առարկա են։ Ու գիտեք ով է իրանց ծաղրում։ Ալեն Սիմոնյանը, այսինքն իրենք հիմա անդե մի երկու խմբակցությունով նստած ծաղրի առարկա են։ Ու իրանց ծաղրում են այն մարդիկ, ովքեր ամենամեծ հանցանքներն են գործել մեր պետության եւ ժողովրդի առաջ։ Եվ մենք իրանց խնդրում ենք, ասում ենք, իսկ կլինի դուք մի հատ լրջանակ եւ անցնեք ձեր պարտականությունների կատարման ու փորձենք գնալ ճիշտ ճանապարհով։ Բա խոսում եք, ասում եք Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի։ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում հրավիրել էր ՀՅԴ Գերագույն մարմնի այդ ընդհանուր ժողովի արդյունքները ներկայացնելու համար։ Ես կարդացել եմ այդ ժողովի հայտարարությունը, որտեղ ասում է, որ մեր ժողովը արդար շատ ճիշտ գնահատականներ է տրված, ասում է պետք է հեռացվի այս իշխանությունը։ Խնդիրը դա է, շատ լավ, բա կուսակցական ես, կուսակցության ղեկավար մարմինը որոշում է կայացրել, պետք է հեռացնես։ Հիմա դու պետք է մտածես, չէ՞, ո՞նց ես հեռացնում։ Հեռացնելու եղանակներ գոյություն ունի։ Մի եղանակը այնա ինչը որ կապ ունի կարող է ձեր երթման արարողության հետ, ասենք դրոշի, որ պետքա դրոշը ծածանվի։ Այնտե իրանց երթման արարողությունը ուրիշ ատրիբուտներ ունի, կանոնադրություն էլ կա։ Մյուս եղանակը դա անվստահությունն է։ Հիմա դուք ո՞ր մի եղանակն եք ընտրում իշխանությունը հեռացնելու։ Մեկը պետք է ընտրեք, չէ՞։
Բայց ոչ են եք անում, ոչ են եք անում։ Ոչ դրոշն եք ծածանում, ոչ էլ անվստահությունն եք հայտնում։ Բայց կուսակցության որոշումը ո՞նց եք կատարում։ Եթե անվստահությունը չի, դա մերժում եք այս գաղափարը, ապա մտ խնդրում եմ ասեք, բա որ եղանակով պետք է իշխանությունից հեռացվի Նիկոլ Փաշինյանը։ Եթե հիմա չհեռացվի, մենք կհասնենք 2026 թվին, չէ՞։ Դուք եթե կմասնակցեք այդ 2026 թվի ընտրություններին։ Կուսակցությունը, որը տենց սրտատրոփ սպասում է 2026, վերջին անգամ 2018 թվի մասնակցել առանձին ընտրությունների, ստացել է 1.6% ձայն։ Քվեարկության մասնակիցներից, ընտրողների թվից ավելի քիչ։ 1.6% կշիռ ունեցող կուսակցությունը մտածում է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ձևը ընտրությունն է, երբ որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության ղեկին։ Ու իրանք տեղյակ չեն, հա, որ Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավոր է։ Սահմանադրական դատանում նոր կազմած ձևավորվել է, որի առաջադրումներն եղել են իշխանության մարմինների կողմից, ընտրվել են միայն ՔՊ-ի падգամավորների կողմից, որտեղ էտենացիանն է, որտեղ պիտի բողոքարկվեն ընտրությունների արդյունքները, որ կա հանրային հեռուստաընկերություն, որը որ լրիվ օկուպացված է, քարոզչական գործ անում է, որ կան անկառավարելի ֆինանսական միջոցներ, որ կա պետական իշխանական լծակներ, որ կա իրավապահ համակարգ, որի ղեկավարները SMS-ով են նշանակվում եւ ազատվում պաշտոններից, բայց ամեն ինչը չի ծառայելու, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Դրանք հավասար պայմաններ են ելնելու, որ դուք գնաք ձեր 1.6%-ը սարքեք 1.2%։ Բայց 1.2%-ով Նիկոլ Փաշինյանը հեռացնելու իշխանությունից։ Այդ 1.2%-ով եկող գումարման ազգային ժողովի դուք սկի մանդատ էլ չեք ունենա։ Դրա համար ասում ենք, քանի այդ 34 մանդատը ունեք, գոնե դա ֆունկցիոնալ օգտագործեք, մարդիկ է տեսնեն, որ դուք պայքարում եք, այդ պայքարի բոլոր հնարավոր գործիքները օգտագործեք, որպեսզի քաղաքական դաշտը բացվի, դուք կարողանաք ձեր իրական հեղինակությանը համապատասխան քվե ստանաք, նաև ձեր քաղաքը բացի դրանից, որ երկիրը փրկվի, նաև դուք փրկվեք։ Իրանք չեն կարողանում գիտակցեն ու հասկանան, որ այն առաջարկեն նախաձեռնությունը, որ մենք ցուցաբերել ենք, դա իրանց օգտին է, մեզ պիտի փող տան այդ խորհուրդը իրանց տուն, ընդհանրապես խորհրդատվությունը դա վճարովի ծառ է։ Ես իրանց անվճար մի քանի միլիոն դոլարանոց խորհուրդ եմ տալի, երիք չի դա չեն անում։ Հետն էլ ինձ ասում են դու ծաղրացու ես։ Դե ես ծաղրացու եմ կտենա 26 թվին ինչ է կլելու սաղըտ։ Իսկ ձեր կարծիքով դեռևս հույսեր կան, որ իմպիչմենթի գործընթացը նախ կարող է արդյունք ունենալ, թե ոչ, եւ վերջապես արդյոք կարելի ասել, որ պարզապես արդյունք է եւ պետք է դիտարկել, որ այս նախաձեռնությունը ցույց կտա պարզապես ովքեր են, հա, այսպես ասած Փաշինյանի դեմ եւ ովքեր կգնան դեմ կամ ոչ։ Այդ նախաձեռնությունը ի սկզբանե ես շատ լավ հասկանում եմ, հիմա էլ եմ հասկանում, որ դա հեշտ չէր իրագործվելու։ Այսինքն որ դա դժվար բան է, բայց դժվար չի նշանակում անհնարին։ Դժվար նշանակում է դժվար, որ պետք է դա հաղթահարելու համար ավելի մեծ ջանքերներ դնես, ավելի շատ միջոցներ ծախսես, նոր հնարքներ կիրառես, որպեսզի դժվարությունները հաղթահարես։ Իմ պատկերացումներից շեղում է մենակ մի բան։ Ես չէի մտածում, որ այդ դժվարությունները կարա վերաբերվի նաև այն падգամավորներին, որոնք իրենց համինչև հիմա համարել են ընդդիմադիր, ու մեզ էլ է թվացել, թե իրանք ընդդիմադիր падգամավորներ են։ Միայն սա էր մեր կանխատեսումներից, իմ մասնավորապես կանխատեսումներից դուրս, որ պետքա գնանք ընդդիմադիր կոչվող падգամավորի համոզենք, որ ինքը միանա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին ու ոչ միայն բաշխի իր թանգարանային ստորագրությունը այդ նախաձեռնության տակ, այլ նաև Իրանից փորձի ջանք գործադրի, որպեսզի իր հեղինակած, համահեղինակած որոշման նախագիծը ընդունվի։ Պարզվում է, որ իրանք այդ բանը չունեն, իրանք եթե նույնիսկ պատրաստ են ստորագրություն տնելու, ապա ասենց էլի մենք մեր ստորագրությունը դրեցինք։ Դե հիմա դուք գնացեք մարդ բերեք, գնացեք փողոց գեներացրեք, գնացեք ՔՊ-ական բերեք, գնացեք այս, ասենք իրանք էս նստած, մեծ հանձնաժողովը, որը հանձնարարություններ է տալի են մարդկանց, ովքեր ուզում են Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Ես դες չեմ պատկերացրել, ես մտածել եմ, որ դա նախ իրանց պարտականությունն է, իրանք են ստանձնել այդ գործը եւ իրանք դա պիտի անեն։ Եթե իրանք դա չեն անում, այդ չի նշանակում, որ դա չի լինելու։
Այդ նշանակում է, որ դա լինելու է առանց իրանց։ Այսինքն, եթե իրենք նախաձեռնություն ցուցաբերելու դեպքում հավակնություն կարային ունենային լինել առաջնորդը այս գործընթացի, առաջնորդեին, կազմակերպեին եւ ստանային դրա արդյունքն ու դափնիները։ Հիմա իրանք ընդամենը կարող է այդ մեծ հոսքի մեջ ուղղակի գնեն ոտի տակ, որտեղ իրանք կարևորությունը այլևս ոչ մեկին հետաքրքիր չի, որովհետեւ եթե ի վերջո այս որոշմանը պետք է 54 падգամավոր քվեարկի ու պարզվի, որ ժողովրդի ճնշման տակ, պահանջի տակ 54-ն էլ ՔՊ խմբակցության падգամավորներ են կամ 6-ը պատիվ ունեմից են, 2-ը անկախ падգամավորներն են, մնացածն են ՔՊ-ից են, ապա կապ չունի այն մյուսները, այն որ ասում են մենք վերջին պահին կարանք միանանք, այդ վերջին պահին դուք կարաք նաև չմիանաք, որովհետև այդ վերջի պահը արդեն ունեց վերջի պահ ալնելու, որ արդեն կարևոր չի, դուք միացել եք, թե չեք միացել։ Կարևորը հիմա է, գործի դժվար պահն է։ Դուք պատրաստ եք լինեք նախաձեռնող, պատրաստ եք ջանք գործադրեք, թե չէ։ Թե չէ, որ սեղանները դրած ամեն ինչ հարցը լուծած է, բոլորն էլ կարան գան այդ սեղանից օգտվեն, եթե իհարկե թույլ ատեն մոտենան այդ սեղանին։ Պաղազարյանի դեպ ժամանակի նաև հենց ընդդիմադիր հարթակից հնչում էր, ով այս պայքարից զատնի դնի Նիկոլ է, ով այս պայքարից փախչի Նիկոլ է, ով փորձում է այս շարժումը պառակտել Նիկոլ է, ոչինչ չանելու, սпасելը 2026 թվականի ընտրություններին, հա, այսպես ասած, հիմա ինչ է առհասարակ այս ամենը վկայում։ Այդ խոսքերի հեղինակը, եթե չեն սխալվում, Իշխան Սաղաթելյանն է, որը հնչեցրել է դիմադրության շարժման հանրահավաքների ժամանակ։ Հիմա այդ տեմպը հանրահավաքների, այդ գործընթացը կա թե չկա։ Ես տպավորություն եմ, որ չկա, ու շատ վաղուց չկա։ Չկա, որովհետև Ֆրանսիայի հրապարակից հանվել են վրանները, որովհետև այն գործողությունները, որոնք հայտարարվում էին, վաղուց այլևս դադարեցված են, որովհետև այն խոստումը, որ մենք այլևս չենք վերադառնա ազգային ժողով, ոնց որ թե խախտված է, իրանք վերադարձել են ազգային ժողով, որ իրանք ազգային ժողով կվերադառնան միայն իրենց սեփական օրակարգով, ես գիտեմ, որ ամսի 17-ից մեկնարկել ազգային ժողովի նիստերը եւ դա Իշխան Սաղաթելյանի օրակարգով չի, դա Ալեն Սիմոնյանի օրակարգով է, ավելին Իշխան Սաղաթելյանն էլ ազգային ժողովի նախագահի տեղակալ չի, այսինքն ազգային ժողովի խորհրդի կազմում էլ չի, հետեւաբար օրակարգ հաստատողների թվում էլ չի։ Ես սրանք չգիտեմ, ասենք, ինչ է նկատի ունեցել զատնին, ինչ է նշանակում հետ քաշվելը, բայց իմ ընկալումներում դա դրա հետ ոնց որ շատ ընդհանուր կապեր ունի։ Իսկ պարոն Ղազարյան, ըստ ձեզ որտեղից է այսպես ասած Հայաստան խմբակցությանը երաշխիք, որ 2026-ին էլ չի կրկնվի 21 թվականի սցենարը, այսպես ասեմ, եւ Փաշինյանի իշխանությունը չի վերարտադրվի, հա, այսպես։ Ես չգիտեմ իրանք ինչ հաշվարկներ ունեն, 26 թվին 21-ի սցենարը չի կրկնվի, դա կլինի մի հատ նոր սցենար, ավելի վատ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը գնալով իր իշխանությունը ամրապնդում է, գնալով մեր երկիրը դարձնում է դիկտատուրա եւ ոչ մի հնարավորություն չի ստեղծելու իր ընդդիմադիր ընդդիմախոսներին, որպեսզի նրանք նույնիսկ ի հայտ գան եւ դրսեւորվեն։ Այդ ապօրինի ձերբակալությունները, խոսքի համար մարդկանց նկատմամբ հետապնդումները, դրանք ինչի համար են, որ հնարավորություն չտա որևէ մեկին։ Նիկոլ Փաշինյանի ֆինանսական միջոցները ոչ մեկ չի վերահսկում։ Նույնիսկ Transparency International-ն ասում, որ դա հնարավոր։ Նախ ընդհանուր մոտեցում ասեմ ձեզ, Հայաստանի պատմության մեջ դեռևս չի եղել դեպք, երբ որ իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը պարտվի ընտրություններում։ Ասենք Հայաստան դաշինքին 21 թվին առաջնորդել է Ռոբերտ Քոչարյանը։ Ինձ հետաքրքիր է, այսինքն հետաքրքիր չի, պարզ է ինձ համար, էլ ուղղակի հռետորական եմ հարցնում։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում երբևէ եղել է ընտրություն, որի արդյունքները տարբերվել են Ռոբերտ Քոչարյանի նախնական պատկերացումներից։ Լինի դա նախագահական ընտրության, լինի դա խորհրդանի ընտրությունների վերաբերյալ։ Սերժ Սարգսյանը, որ 10 տարի նախագահ է եղել, երբևէ եղել է դեպք, որ ընտրություններ լինեն իր պաշտոնավարման շրջանում, նախագահի կամ ազգային ժողովի, ու այդ ընտրությունների արդյունքները իր համար լինեն անակնկալ։ Ես այս տպավորություն չեմ ստացել, որ իրանք անակնկալներ են ունեցել, բայց հիմա չի պիտի լինի։ Այսինքն հիմա Նիկոլ Փաշինյանը չի պիտի ընտրություն կազմակերպի, որպեսզի թույլ տա, որ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, այն է Ռոբերտ Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյան տես բանա թույլ տալու,
Նույնիսկ օրենք են ընդունել ընտրական օրենսգրքում, որ ասում է, եթե ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնք հələ չեն վերջնականացվել, արդեն քվեարկության հաշվարկից հետո պարզա, արդեն կա պարզա, որ Նիկոլ Փաշինյանը պարտվել է, կառավարությունը կարա երկրում հայտարարի արտակարգ դրություն, ընտրությունների արդյունքները չեղարկվեն։ Տեղյակ չեն իրանք, որ սենց օրենքը արդեն ընդունվել, որ ինչ քաղաքական համակարգ է այս երկրում։ Իրանք հələ չեն մտածում, որ հենց իրենց առաջնորդները ընտրություններից առաջ ձերբակալվելու են ու հանձնվեն Ադրբեջանին։ Չեն մտածում։ Ուզում եք հիմա Նիկոլ Փաշինյանի 26 թվի ելույթը ունենամ։ Ձեր տաղավարից։ 26 թվին Նիկոլ Փաշինյանը կանգնելու է ասի, սիրելի ժողովուրդ, ուրեմն իմացեք, եղել է խորհրդային միություն, 15 հանրապետություններով։ Խորհրդային միությունը, որ փլուզվել է, բոլոր 15 հանրապետությունները իրենց սովետական հանրապետությունների սահմաններով անկախ պետություններ են հռչակվել, բացի Հայաստանից։ Հայաստանն է, որ իր սահմաններից բացի սովետական Հայաստանի նաև Ղարաբաղի հետ է անկախ պետություն է հռչակվել։ Որովհետև այս ղարաբաղցիները բերել են Ղարաբաղը կապել են մեր գլխին այն ժամանակվանից, սարքել են պատերազմ, այդ պատերազմներում 30 տարի մեր քաղաքացիները գնացել են, զոհվել են։ Մենք այսքան զրկանքների ենք ենթարկվել, ինչքան փող ունենք, սաղ ծախսել ենք այդ Ղարաբաղի վրա, երկիրը հայտնվել է շրջափակման մեջ, տնտեսական վատ պայմաններ արտա, սաղ այդ ղարաբաղցիների երեսից։ Դրանք էլ եկել են, դառել են միլիոնատերեր, միլիարդատերեր, ձեզ բոլորիդ կեղեքել են, թալանել են։ Հիմա էլ դրանց պատճառով մի հատ նոր պատերազմի հնարավորություն կա։ Հիմա դուք ինչ եք ասում, այս պատերազմի հանցագործությունը կատարած այդ ղարաբաղցիներին տանք Ադրբեջանը տանի դատի, թե ձեր երեխեք հետա նորից զոհվեն։ Որն եք ուզում։ Սա տարտու պրզնենք։ Ու Իլհամ Ալիևը, որ ասում է այսօրվա մեր բանտում, Բաքվի բանտում 2000 տեղ կա, այդ ում նկատ ունի, ինձ ձեզ, թե Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Այդ հարցի պատասխանը Ադրբեջանի գլխավոր դատախազը տվել է արդեն։ Որ ռազմաքաղաքական ղեկավարության գործով հիմա առանձնացված մաս կա, որտեղ նախաքննությունը շարունակվում է, որտեղ մեղադրյալի կարգավիճակ ունեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նաև։ Ու հիմա Հայաստան դաշինքում մտածում են, որ իրանք Ռոբերտ Քոչյանի առաջնորդությամբ գնալու են ընտրությունների, հա? Դե կեթակ ընտրությունների։ Դրա համար ասում եմ, լրջացեք մի հատ։ Քանի հնարավորություն ունեք, քանի ազգային ժողովի падգամավոր եք, մանդատ ունեք, հնարավորություն եք անվստահություն հայտնելու, այդ խելքները հավաքեք գլուխներդ, լրջացեք, երկրի մասին չեք մտածում, գոնե ձեր մասին մտածեք։ Քանի այդ 6 ամսվա հնարավորություն ունեք, այս գործը սկսեք, ժողովրդի ինչ ռեսուրս ունեք, դրեք, սարեք, ձեր կյանքը փրկեք։ Չէ, ես եմ իրանց ծաղրացում։ Եվ պարոն Ղազարյան, եթե թույլ կտաք վերջին հարցս, հա, ձեր կարծիքով արդյոք այլ գործիքակազմ մնացել է, թե ոչ, եթե իմպիչմենթի գործընթացով հնարավոր չլինի այս իշխանությանը հեռացնել։ Ուղղակի տեսականորեն գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու ձևերը հետևյալն են. տեսությունը, որ կարա լինի, իր մահը, իր հրաժարականը, անվստահությունը, իրավական գործընթացը։ Նո, ընտրությունը չենք համարում իշխանություն, այսինքն իր այս պաշտոնավարման շրջանում այս 4 տեսական հնարավորությունները գոյություն են։ Մահը ոչ մեկից կախված չի, դա Աստծո կամքն է, պետք է աղոթենք, տենանք երբ կլինի։ Հրաժարական ինքը ոչ մի պարագայում չի տվել, մինչև հիմիկվա բոլոր շարժումների օրակարգում եղել է վարչապետի հրաժարականը, նա հրաժարական չի տվել։ Իրավական գործընթացը պիտի իրականացնի գլխավոր դատախազը, միայն ինքը կարա մեղադրանք առաջադրի վարչապետին, գլխավոր դատախազն այդ որոշումը ակնհայտորեն չի կայացնելու անգամ այսքան բոլոր հանցանքների պարագայում։ Դրա համար իմպիչմենտը դառնում է էքսկլյուզիվ, եթե վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չի նախաձեռնվում, եւ այդ նախաձեռնությունը իրականություն չի դառնում, Նիկոլ Փաշինյանը հասնում է 26 թիվ, 26 թվին ասում է իմ ասած ելույթը եւ իր իշխանական բոլոր լծակներով հերթական անգամ զավթում է այս իշխանությունը։ Ու դե կարող է այս հիմիկվա անդիմության կազմից էլ մի 10 հոգին, եթե իշքան 10%, 12% հավաքեն, դե 100 падգամավոր է մեր խորհրդարանը նախատեսում, դրա 10% 10 падգամավոր են, 10-ին կտանեն կնստացնեն պատետակ, որ Ալեն Սիմոնյանը զբաղմունք ունենա, էլի, ձեռ առնի։ Ես կոչվեմ ծաղրացու խեղկատակ, բայց Ալեն Սիմոնյանը իրանց կշարունակի ծաղրել ու ձեռ առնել։ Շատ լավ, պարոն Ղազարյան։
Անչափ շնորհակալ եմ ձեզ մեր տաղավարի Ես եմ կալվելու շնորհակալ։ համար, պարոն Ղազարյան։ Հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն էր հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյան։ Ցտեսություն։